10 խոշոր ավիավթարներ և դրանց պատճառները։ Կիմանանք հենց հիմա։ Թռչող ինքնաթիռները թողնում են օդային պտույտներ։ 2001 թվականին այդ պտույտների մեջ ընկավ American Airlines-ի Airbus A300-ը, երբ թռչում էր Նյու Յորքի օդանավակայանից։ Սկսվեց մի փոքր ցնցում, կամ այսպես կոչված տուրբուլենտություն։ Նրան հանգիստ սպասելու փոխարեն երկրորդ օդաչուն սկսեց արագ ուղղահայաց պտտել ղեկը, ձախ աջ, այդպես մի քանի անգամ։ Դրա գործողությունները հանգեցրին կիլի անջատմանը։ Airbus-ն ընկել է բնակելի թաղամասի վրա։ Աղետի հետևանքով զոհվել է 265 մարդ։ Ծրագիրը անձնակազմից պահանջում էր ավելի ագրեսիվ գործողություններ, քան իրականում անհրաժեշտ էր։ Եթե ոչ ոք չդիպչեր ուղղահայաց ղեկին, ինքնաթիռն ինքնին հավասարացված կլիներ։ «1883 թվականին Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լարված էին։ Հետևաբար, երբ Ամերիկայի կողմից չճանաչված ինքնաթիռը մտավ ԽՍՀՄ օդային տարածք, կործանիչը գնաց նրան որսալու։ Սկզբում սահմանախախտը թռել է Կամչատկայի, իսկ հետո Սախալինի վրայով։ Սովետական զինվորները որոշեցին, որ դա լրտես ինքնաթիռ է և հրթիռով հարվածեցին այն։ Սահմանախախտը Korean Air ավիաընկերության ուղևորատար Boeing 747-ն էր, որը տեղափոխում էր 269 մարդ։ Այն զգալիորեն շեղվեց ընթացքից սխալ կազմաձևված ավտոպիլոտի պատճառով։ ԱՄՆ-ի տարածքում ամենամեծ ավիավթարներից մեկը տեղի ունեցել 1979 թվականին Չիկագոյի Օհարա օդանավակայանում։ Թռիչքից անմիջապես հետո McDonnell Douglas DC-10 ինքնաթիռի ձախ շարժիչը պոկվել է, խաթարելով էլեկտրա և հիդրոսիստեմների աշխատանքը։ Ինքնաթիռը կորցրել է կառավարումը, թեքվել է ձախ կողմում և ընկել։ Ընդհանուր առմամբ 273 մարդ։ Շարժիչի անջատման պատճառը սխալ տեխնիկական սպասարկումից հետո ամրացման ճեղքն էր։ Մեխանիկները շարժիչը հանեցին և տեղադրեցին թևի վրա, ոչ թե հրահանգների համաձայն։ Ստուգումը հայտնաբերել է ևս 8 ինքնաթիռ շարժիչի ամրացման ճեղքով։ 1988 թվականին Իրանի և Իրաքի միջև պատերազմ էր ընթանում։ Պարսից ծոցում ամերիկացիները որպես դիտորդ ուղեկցել են տանկերներ և այլ նավեր, պաշտպանելով նրանց գնդակոծություններից։ Հուլիսի 3-ին ԱՄՆ-ի Վենսեն ռազմանավը ռադարի վրա նկատել է մոտեցող ինքնաթիռը, որը չի պատասխանել հարցումներին։ Նավապետը որոշել է տապալել պոտենցիալ վտանգավոր օբյեկտ, իսկ իրականում դա ուղևորատար ինքնաթիռ էր։ Զոհվել է 290 մարդ։ Միջադեպը անվանել են պաշտպանական գործողություններ։ Ոչ ոք պատիժ չի կրել։ Ինքնաթիռում բռնկված հրդեհը ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է, և դրա օրինակը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած դեպքն է։ 1980 թվականին թռիչքից 7 րոպե անց Lockheed L1011 ինքնաթիռում գործարկվեց հրշեջ ահազանգը։ Որոշում է կայացվել վերադառնալ օդանավակայան։ Վայրեջքը բարեհաջող է անցել, բայց անմիջապես կանգ առնելու ու տարհանումը սկսելու փոխարեն օդաչուները որոշել են հասնել ղեկանին։ Փրկարարներից ևս 23 րոպե պահանջվեց ներս մտնելու համար։ Մինչ կրակը հանգցնում էին, օդանավի կորպուսը կիսով չափ այրվել էր։ 300 մարդ է զոհվել։ Հրդեհի աղբյուրը այդպես էլ չեն պարզել։ Միայն հայտնի է, որ հրդեհը բռնկվել է բեռնախցիկից։ 1985 թվականին Air India-ի Boeing 747-ը անհետացավ ռադարների էկրաններից, երբ թռչում էր Ատլանտյան օվկիանոսի վրայով։ Շուտով ջրի մակերեսին հայտնաբերվեցին առաջին բեկորները և ուղևորների մարմինները։ Մահացել է 329 մարդ։ Միայն այն ժամանակ, երբ ջրից հանեցին կորուստի մասերը, պարզ դարձավ՝ ինքնաթիռում ռումբ է պայթել։ Պայթուցիկ սարքը գտնվել է պայուսակի մեջ, ուղեբեռի խցիկում։ Օդանավակայանում ռենտգեն զննումը չի աշխատել։ Ահաբեկիչները ուզում էին ոչնչացնել երկու հնդկական ինքնաթիռ, սակայն ռումբով լի երկրորդ պայուսակը պայթել է ճապոնական օդանավակայանի պահեստում։ Ռումբ պատրաստողին գտել են և դատապարտել երկարատև ազատազրկման։
1974 թվականի Փարիզի մերձակայքում DK-10-ի անկումը համարվում էր ամենամեծ ավիավթարը զոհերի թվով։ Թռիչքի մոտ 6-րդ րոպեին պոկվել է բեռնախցիկի դուռը։ Պայթուցիկ դեկոմպրեսիան 6 ուղևոր դուրս է նետել սրահից նստատեղերի հետ միասին։ Վնասվել են ինքնաթիռի կարևոր համակարգերը և օդաչուները զրկվել են կառավարումից։ Մեկ րոպե անց DC-10-ը բարձր արագությամբ ընկավ անտառ։ Բոլոր նրանք, ովքեր եղել են ինքնաթիռում, մոտ 346 մարդ, բոլորը մահացել են։ Փորձագետները պարզել են, որ ուղեբեռի դուռը ուներ նախագծային թերություններ։ Ժամանակի ընթացքում կողպեքը ազատ փակվեց, այնուհետև դուռը պոկվեց մեկ այլ DC-10-ից, բայց հետո օդաչուները հրաշքով վայրէջք կատարեցին։ Օդում ինքնաթիռերի ամենախոշոր բախումը տեղի է ունեցել 1996 թվականին հնդկական Չարխիդադրի քաղաքի մոտակայքում։ Saudi Arabia Airlines ավիաընկերության Boeing 747-ը դուրս է եկել օդանավակայանից, իսկ ղազախական ավիաուղիներ Il-76-ը պատրաստվում էր վայրէջք կատարել։ Նրանք պետք է ականազերծվեին 300 մետր բարձրության վրա, սակայն դրանց հետագծերը հատվել են։ Աղետը խլել է 349 մարդու կյանք, ինչպես պարզվել է։ Չնայած դիսպետչերի ցուցումներին, մնալ որոշակի բարձրության վրա Il-76-ը նվազել է։ Հնարավոր է օդաչուները չեն լսել ուղղությունները կամ չեն հասկացել դրանք։ Բացի այդ, ինքնաթիռները չունեին վտանգավոր մերձեցման նախազգուշացման համակարգ։ Եվս մեկ խոշոր ավիավթար տեղի է ունեցել Տոկիոյից ոչ հեռու Japan Airlines-ի Boeing 747-ի անկումը։ Թռիչքից 12 րոպե անց ինքնաթիռի կիլան պոկվեց և այն դարձավ անկառավարելի։ Օդաչուները կարգավորելով շարժիչների մղումը կարողացել են ինքնաթիռը երկնքում պահել մոտ կես ժամ։ Այդ շրջադարձերից մեկն ավարտվեց փլուզմամբ։ 520 մարդ մահացել է։ Ողբերգության պատճառ է դարձել պոչի հատվածում հերմետիկ միջնորմի ոչնչացումը։ Առաջացել է անցք, որի մեջ օդը դուրս է եկել սրահից և ճնշման տակ ոչնչացրել կիլյան։ Պարզվել է, որ 7 տարի առաջ միջնորմը վնասվել է, իսկ Boeing ընկերությունը սխալ վերանորոգում է իրականացրել։ Japan Airlines-ի երկու տեխնիկները, իրենց մասնակից համարելով վթարին, մահացել են ինքնասպանության հետևանքով։ 1977 թվականի մարտի 27-ին Տեներիֆե կղզու Լոս Ռոդեոս օդանավակայանը ծանրը բեռնված էր։ Դիսպետչերը թռիչքի գոտի է դուրս բերել երկու ուղևորատար Boeing 747, մեկը սպասում էր թռիչքի թիմին, մյուսը շարժվում էր գծի երկայնքով և շուտով ստիպված էր շրջվել։ Մառախուղի պատճառով տեսանելիությունը չի գերազանցել 100 մետրը։ Ամբողջ ընթացքում մառախուղի պայմաններում օդաչուն բախվել է ամերիկյան Pan ինքնաթիռին։ Բախման հետևանքով զոհվել է 583 մարդ։ KLM ավիաընկերությունը ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Ապագայում նման վթարներից խուսափելու համար փոփոխություններ են կատարվել օդաչուների և դիսպետչերների շփման կանոններում։ Դե ինչ, մինչ հանդիպում։